Միշտ էլ կարող ենք միանալ պահեցողության, անշուշտ այս պահքի շրջանի մասին է խոսքս։ Դա լինի 1 օրով, 2 օրով, 5 օրով, 1 շաբաթով, 1 ամսով, արդեն դուք պետք է որոշեք եւ նրանք ովքեր խոստովանահայր ունեն, նաեւ կարող է իրենց խոստովանահայրը հուշել։ Եթե հնարավորություն ունեք, միացեք հենց այսօր երեկոյից կամ վաղ առավոտվանից։ Իսկ եթե չէ, սուղ է ձեր ժամանակը, դուք ինքներդ պետք է որոշեք, թե քանի օր կարող եք։ Միայն թե խնդրեմ սիրելիներ, ինչ որ ես այս 40 օրերի ընթացքում տեսագրություններով, հոդվածներով, տարբեր հրապարակումներով փորձեցի հասկացնել բոլորիս կամ հիշեցնել բոլորիս, մի սահմանափակեք պահք պահելու գաղափարը միայն սնունդով։ Եթե սնունդը չի ուղեկցվում աղոթքով, զղջումով, ապաշխարությամբ, Աստվածաշունչ ընթերցելով եւ սիրո բարեգործությամբ, մարդկանց հանդեպ բարի վարք դրսևորելով, սնունդը մեզ ոչ մի բանով չի կարող օգնել։ Ուրեմն սննդային պահքը միջոց է, այս թվարկած երկար շարքը ավելի լավ պահելու համար, դա նկատի ունեցեք։ Ավելի փորձառու պահեցողներին խորհուրդ կտամ, եթե ձեր ուժը եւ հնարավորությունը եւ որոշ չափով նաեւ հավատքը կների, աղոթքները զուգահեռել ծոմապահությամբ այս ավագ շաբաթ օրերին, հատկապես 5-շաբթի օրը, ուրբաթ օրը եւ շաբաթ օրը, պարտադիր մինչեւ ճրագալից անշուշտ։